Մագդա ճիշտ հասկացա, այս կինը Արևի նոր դայակն է։ Հա։ Ասեմ, որ շատ խառը պատմությունների մեջ է։ Լանան Էլիզի նման չի։ Մագդա, Ինչ, չափերս եմ անցնում։ Իհարկե 1000 անգամ կներես, բայց Լանան շատ մաքուր ու պարզ կին է։ Ինքը չի խաղում, չի կեղծում, չի խաբում։ նոր Արևի աչքի առաջ այդ պարզ ու մաքուր աղջկա թևերը քաշքշում են, ասեմ, որ իմանաս։ Այդ քո գործը չի։ Դու իրավունք չունես Լանային քննարկելու։ Դու հասկանում ես, որ ինքը ամեն օր Արևի կողքին է։ Այդ երբվանց ես սկսել Արևի մասին մտածել։ Հիշել ես, որ քույր ունես։ Մագդա, Կլինի ասես, թե ինչի համար ես եկել, ինչ ունես խոսալու։ լավ, բայց հետո կհիշես ասածներս։ Վերջ ավարտեցիր, ես գնամ։ Չէ։ Ես չեմ ուզում, որ մտածես, որ քեզ օգտագործել եմ։ Այդ բառը ուղեղիցս դուրս չի գալիս։ Հա, փաստորեն եկել ես բացատրություններ տալու։ Իսկ մտածել ես, ես ուզում եմ քեզ լսեմ, թե չէ։ Դու պետք է լսես։ Ես քո առաջ ոչ մի պարտավորություն չունեմ։ Ու սրանից հետո իմ հետ պետքայով չխոսես։ Չէ, դու ուղղակի մտածում ես նենց ոնց որ քեզ հարմար է։ Իրականությունը դրի որ իշ է։ Ճիշտ ես։ Իմ պատկերացրածից շատ ուրիշ է։ Ես այսքան ժամանակ աչքերս փակ եմ ապրել։ Բայց շատ լավ է։ Հայտնվեց Հասմիկը ու նենց արեց, որ ես այդ քնից արթնանամ։ Գիտես, փորձում ես հարցերիդ պատասխանները գտնես, բայց չի ստացվում։ Ու հանկարծ հայտնվում է Հասմիկը։ Ու մի վայրկյանում ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Ես գիշերը Հասմիկի հետ չեմ եղել։ Այդ աղջիկ ուղղակի տենց է ասել, որ ես ալիբի ունենամ։ Հասկանում ես։ Իմ համար մեկ է։ Տենց չի։ Մի խաբի։ Մեկ է։ Դու քո հետ կապված ամեն ինչ մեկ է։ Ես չեմ ուզում քեզ լսել ու ոչ էլ ուզում եմ տեսնել։ Հերիքա ինչքան խաբել ես, ուղղակի հերիքա։ Մագդա, ես քեզ չեմ խաբել։ Ես քեզ ոչ մի վարքյան չեմ խաբել։ Այն ինչ եղել է մեր մեջ, այն ինչ ես զգացել եմ, իմ քայլերը, այդ ամեն ինչը կեղծ չի եղել։ Հա, ես քեզ եմ զանգել այդ օրը, որովհետև քեզ եմ հիշել։ Ես քեզ եմ զանգել, Հասմիկին չեմ զանգել, Որովհետև ինչ։ Որովհետև առաջինը դու ես եկել իմ մտքին։ Ուզել եմ, որ դու գաս, դու լինես իմ կողքին։ Վերջ ես գնամ։ Չէ, դու ոչ մի տեղ չես գնալու։ Մինչև ես չզգամ, որ հավատում ես ինձ։ Նորը անտանելի ես, դու ուղղակի անտանելի ես։ Այս կյանքում ամեն ինչ չափ ու սահման ունի, կլինի այդ հասկանաս։ Ու հետո կասես, քեզ ինչի է հետաքրքրում, ես ինչ կմտածեմ։ Չես հասկանում, որ իմ համար մեկ է, դու Հասմիկի հետ ես եղել, թե չէ։ Խնդրում եմ քեզ, գնամ, մոռացի ինձ, մոռացի այս տան հասցեն։ Խոսք եմ տալիս։ Ես ամեն ինչ կանեմ, որ մենք էլ երբեք չհանդիպենք։ Մագդա, հա, մենք չենք հանդիպի։ Բայց ես ուզում եմ, որ դու հավատաս ու հասկանաս, որ ես քո հանդեպ կեղծ չեմ եղել։ Դու սխալ ես մտածում, սխալ ես վերլուծում ամեն ինչ։ Ես քեզ արդեն ասեցի, որ իմ համար ամեն ինչ մեկ է։ Մագդա, Նորը թող։ Կլինի թողնես ինձ։ Փաստորեն մեր խոսակցությունը անիմաստ անցավ, հա։ Ոնց տեսնում եմ, դու ինձ չես հասկացել։ Նորո ես ամեն ինչ անում եմ, որ մենք պարզ խոսքի միջոցով հասկանանք իրար։ Ես չեմ ուզում գոռամ, կռվեմ հետդ, բայց ոնց տեսնում եմ, դու ինձ չես հասկանում։ չէ, մենք իրար ճիշտ ենք հասկացել։ Մենք այն ինչ պայմանավորվել ենք, այդ ամեն ինչը ուժի մեջ է։ Բայց այս մեր վերջին խոսակցությունն է։ Ես քեզ խոսք եմ տալիս, որ մենք էլ երբեք իրար չենք տեսնելու։ Ուղղակի խնդրում եմ, կթողնես, որ այդ վերջակետը հիմա մենք դնենք։ Լավ, Մագդա։
Հույս ունենամ, որ երկուսդ էլ որպես հասուն մարդիկ վերջապես կհասկանաք իրար, որ էլ կիսելու բան չունեք։ Ես խմի բալես։ Շատ վախեցար։ Լանա, ախր այդ մարդը քեզ խփում էր։ Չէ, արևս, չի խփել ինքինց։ Խփել ա Լանա, պետք չի խփել, ես տեսել եմ։ Այդ ով էր, ինչ էր ուզում քեզնից։ Ես պապայիս կասեմ անպայման քեզ կօգնի։ Արև, խնդրում եմ։ Ոչ մեկի ոչ մի բան չես ասում։ Ես այդ մարդուն չեմ էլ ճանաչում։ Ընդհանրապես փողոցում պատահական հանդիպեցինք, փող էր ուզում, մոտից կոպեկները տվեցի, բարձվեց սերիկ չէր։ Մուրացկան էր։ Երևի, չգիտեմ։ Մուրացկանի տեսք չուներ։ Բայց ինքը քո հետ շատ վատ էր վարվում։ Այդ ճիշտ չի, Լանա։ Արև, նայ մի հատ ինձ։ Ոչ վախեցած եմ, ոչ էլ լացում եմ, չէ՞։ Ամեն ինչ լավ է։ Արի դրա փոխարեն մտածենք ինչով զբաղվենք, որ մի քիչ ցրվենք։ Կարող է նկարենք։ Հա? Մագդա, ես գիտեմ, որ իմ ներկայությամբ քեզ հիմա վատ դրության մեջ եմ դնում։ Բայց չէի կարա չգայի։ Ինչի։ Որովհետև ուզում եմ ճիշտ հասկանաս։ Ուզում եմ ճիշտ վերլուծես։ Այդ իմ համար կարևոր է։ Ես չեմ ուզում, որ դու այդ կարծիք ունենաս իմ մասին։ Հա, ու մենք էլ չենք հանդիպելու։ Ու չի շարունակվելու այն ինչ կար մեր մեջ։ Բայց չեմ ուզում, որ դու մտածես, որ ես քեզ օգտագործել եմ։ Դու ինքդ ես ասում, որ մենք էլ չենք հանդիպելու, որ ոչ մի բան չի շարունակվելու։ Կասես ինչի է իմ կարծիքը քո համար կարևոր, ինչի մեկ չի։ Քո համար մենակ այն է կարևոր, որ ես քեզ չզանգեմ ու ճանապարհից չհայտնվեմ։ Ես քեզ չեմ հասկանում։ Ես քեզ իրոք չեմ հասկանում։ Ինչ կա չհասկանալու։ Ես չեմ կարա հանգիստ խղճով շարունակեմ ապրել, եւ դու այդ կարծիքին ես իմ մասին։ Ինչի։ Այն մարդը, որ քո համար ոչ մի նշանակություն չունի, կասես իր կարծիքը ոնց կարա ազդի քո կյանքի վրա։ Օրինակ այն մարդիկ, որ իմ համար կարևոր չեն, ինձ մեկ է ինչ կմտածեն։ Բայց դու եկել ես տեղ բացատրություններ ես տալի մի մարդու, ում վիրավորելու, նեղացնելու, արհամարելու առիթը երբեք բաց չես թողել։ Հիմա քո համար իմ կարծիքը պետքա փողոցում անցնողի կարծիքին հավասար լինել։ Բայց չէ։ Դու եկել ես ինձ բացատրություններ ես տալի, ուզում ես իմ վրա ազդես։ Կասես ինչի համար։ Իմաստը ո՞րն է։ Իրոք չես հասկանում։ Այդքան միամիտ ես։ Ինչ ա եղել Ալին։ Ինչ ես մռութներդ կախել։ Տրամադրություն չունեմ։ Դե այդ զանգելուց հասկացա։ Հիմա ասա տենամ ինչ ա եղել։ Նորոյն եմ նեղացրել։ Դու նորոյին։ Մի ձևի անհավատալի բաներ ես ասում Ալին։ Ռոբ, ախր տեղս չեմ գտնում, չգիտեմ ինչ անեմ։ Ինձ շատ վատ եմ զգում։ Իսկ կարող ես ասես ինչ ես արել, որ նորոն նեղացել է։ Դու նորոյի կյանքը միշտ էլ կերել ես, բայց նորոն համբերում է։ Ես անգամ չափերս անցել եմ։ Բայց չեմ հասկանում, Ռոբ, ինչի ամեն ինչ սենց լարված։ Ալին, հասկանում ես, քեզ ես խոսում արդեն։ Դու Նորոյի ու Մագդայի պատմությունը գիտես, չէ՞։ Մոտավոր, ինչի։ Իսկ Արևին հիշում ես։ Հա, հիշում եմ։
Ուրեմն հիմա սկզբից մինչև վերջ կպատմեմ։ Նորոն նրիկ մոռացել ա, որ պետք է տուն գա։ Նորոն հիմա շատ լուրջ ու կարևոր հանդիպման ա տաճ ջան։ Ինչ որ բան գիտես։ Էլիս, եթե հեռախոսը ստեղա պատասխանի էլի, ձերքերս թաց են, հաստատ վաղուն հաստա 5 րոպեից կզանգեմ։ Տատ, բայց անծանոթ համար ա։ Ոչինչ, լավն ա, նոր ա փոխել համարը։ Ալո, մամ, լսվում ա ձայնս։ Էլիս, լավն ա։ Պապ, Էլիս, բալես դու ես, ոնց ես։ Հենց այդ ա, որ էլ միամիտ չեմ։ Որ միամիտ լինեի, հիմա այս խոսքերիդ կհավատայի։ Եթե այս ամեն ինչ 2 օր առաջ լիներ, հիմա երևի արդեն ուրախացել էի, հուզվել էի։ Մտածել էի, որ ինչ-որ բան կարանք փոխենք։ Բայց հիմա այնքան մեկ ա, որ չես պատկերացնի։ Դու շատ լավ գիտես ինչի համար եմ ստեղ։ Ու ինչի համար եմ ուզում, որ ինձ հավատաս։ Մի ձևացրու, որ ոչ մի բան չես հասկանում։ Ես չգիտեմ օտար մարդիկ ոնց են իրար հասկանում։ Իրոք չգիտեմ։ Օտար։ Ես ու դու, Մագդա։ Հա, Նորո։ Ես ու դու։ Եթե մենք որոշել ենք չշփվենք, ուրեմն մենք պետք է օտար լինենք։ Չի ստացվում քեզ օտարի նման վերաբերվել։ Հասկանում ես։ Փորձում եմ, բայց չի ստացվում։ Դրա համար էլ հիմա ստեղ եմ։ Կլինի էլ այս թեմայով չշարունակենք խոսելը։ Հա, մտածի, որ ես հավատում եմ քեզ, ընդունում եմ քո ասածները։ Ինձ էիր զանգել, որովհետև իմ կարիք ունեիր։ Դու գիշերը Հասմիկի հետ չէիր, ուղղակի ոստիկանությանը տենց ասեցիր։ Ես գնահատում եմ քո մարդկային տեսակը, մարդկային քայլերը։ Վերջ այսքանը հերիք ա քեզ։ Հատուկ ես սենց խոսում։ Հիմա ինչը են չի։ Ուզում էիր հավատամ, հավատում եմ։ Ամեն ինչ անում ես, ասում ես, որ ես շուտ գնամ ստեղից։ Չէ։ Ամեն ինչ անում եմ, որ հանգիստ լինես։ Որ շարունակես ապրել։ Գիտես, ես արդեն հասկացել եմ, որ այս կյանքում ամեն ինչը պահի վրա է հիմնված։ Ու ոչ մի բան հավերժ չի։ Այսօր այս իրավիճակում ենք, վաղը ուրիշում կլինենք։ Ես ուղղակի ուզում եմ դու երջանիկ լինես։ Դրա համար էլ հիմա ասում եմ, որ հավատում եմ քեզ։ Իսկ ինչը վերաբերում է իմ ունեցած խնդիրներին, դու մի մտածի դրանց մասին։ Դու ինձ չես ստիպել, որ գամ։ Դու ուղղակի խնդրել ես, ես էլ եկել եմ։ Մնացած բոլոր հարցերը Արշակը կլուծի։ Իսկ հիմա լավ մնա։ Ես կյանքումս սենց վատ չեմ եղել։ Սենց դատարկություն չեմ զգացել։ Երևի պետքա չգայի։ Պետքա ոչ մի բան չբացատրեի։ Որ սենց վատ չզգայի ինձ։ Հա, փաստորեն դուք եք կազմակերպել իրանց հանդիպումը։ Հա, Ռոբ։ Նորոն էլ ահավոր ջղայնացել էր։ Ձեզ տեղն է։ Ձեր գլխից մեծ քայլեր եք արել։
Ռոբ, բայց ամենավատը այդ չի։ Հա, ես գիտակցում եմ, որ սխալ եմ արել։ Չպետք է տենց բան անեի։ Բայց ինձ ուրիշ հարց է տանջում։ Ինչ հարց։ Թե ինչի ոչ մեկ չի ուզում, որ ես ու Արևը շփվենք իրար հետ։ Ախր Էլիզը իրանց տանն է, չէ աշխատել, խնամել է Արևին։ Բայց երբ որ իմանում է ես ու Արևը իրար հետ ենք խոսում կամ ուզում ենք հանդիպենք, Ռոբ, դու չես պատկերացնում իր տրամադրությունը մի վայրկյանում ոնց է փոխվում։ Բայց ինչի։ Կարող է դու ես տենց մտածում։ Ռոբ, հո չեմ հորինում։ Զգացել եմ, չէ՞ որ ասում եմ։ Չգիտեմ, Ալին, ինչ ասեմ։ Ախր Նորոյի ու Մագդայի ես վեճն էլ է շատ տարօրինակ։ Ինչի են իրանց սենց պահում, եթե սիրում են իրար։ Ախր ես տեսնում եմ Նորոն ոնց է տանջվում։ Բայց անկեղծ չեմ հասկանում ինչա կատարվում, Ռոբ։ Դու շատ ես խորացել, Ալին, ոչ մի լուրջ բան չկա։ Մարդիկ իրար չեն հասկացել ու բաժանվել են։ Դե երևի քո ու Արևի կապն էլ ուզում են չլինի, որ իրար տեսնելու առիթ չունենան։ Ինչի ես զանգել։ Ինչ տա պակաս, որ հիշել ես մեզ, հա։ Բալես, ես երբեք էլ չեմ մոռացել ձեր մասին։ Չէ լուրջ։ Պապա, դու կարող ես գիտես ես առաջվա 8 տարեկան երեխան եմ։ Հա, պապա։ Քեզ թվում է չեմ մեծացել։ Շատ բաներ կան, որոնց մասին դու չգիտես։ Ես շատ բաներ ունեմ ձեզ ասելու։ Իսկ ինձ հետաքրքիր չի ինչ ես դու ինձ ասելու, պապա։ Քո պահվածքը ոչ մի արդարացում չունի։ Դու 3 երեխա ես թողել ստեղ։ Պապա, դու 3 երեխա թողել ես ճակատագրի հույսին ու գնացել ես, հասկանում ես։ Դու ծնող կոչվելու իրավունք չունես, պապա։ Էլիս, բալես, լսի հա ինձ։ Չասես դու ինձ բալես։ Բալես։ Դու այդ բառի նշանակությունը գիտես, որ ինձ ասում ես բալես, հա։ Պապա, դու այդ բառի նշանակությունը չգիտես, ինչի ես զանգել, ինչ տա պակաս, որ հիշել ես մեզ։ Դու լուրջ մտածում ես, որ ես կարիքից դրդված եմ զանգել։ Բա ինչ ես զանգել։ Չէ, սպասի ես ասեմ։ Կարող էլի պիտի փախնես Հայաստան, հա։ Պիտի փախնես, պաղկվես, հիշել ես, պապա։ Խոսա, պապ։ Ուշադիր լսի։ Ստեղ էլ դու չզանգես։ Դու ստեղ տուն չունես, լսում ես։ Հա ու մի բան էլ։ Դու մեր համար մամայի նման մեռած մարդ ես։ Չզանգես էլ ստեղ, պապա։ Էլիա զանգել։ Էլիզ, ես ինչ արեցիր։ Հարցնում եմ, տատի էլիա զանգել։ Զանգելա, չէ։ Ճիշտն ասես, առաջին անգամը չէր։ Տատի էլիա զանգել։ Մագդա, ամեն ինչ նորմալ է։ Լավ ես։ Հա, ինչի պետք է վատ լինեմ, ինչ որ բան է եղել։ Դե չգիտեմ, ինձ թվաց, որ տուն մտնես նորից լացելու ես։ Ես չեմ թողնի, որ այս կյանքը ինձ նորից կոտրի։ Ես են Մագդան եմ, այն նույն Մագդան, որ եղել է Նորոյից առաջ։ Պապ, Նորոն սպասում է, կարամ գնամ։ Ոնց, քեզ է սպասում, հաստատ։ Հա, ասեց կզանգի, զանգել է, կարամ գնամ։ Հա, բալես, կարաս գնաս։ Մագդա, ես ինձ շատ վատ եմ զգում։ Տեղս չեմ գտնում։ Ուղղակի ես տենց էլ չհասկացա, թե բակում ինչ էր կատարվում ու քեզ ով էր մոտեցել։ Մագդա, թյուրիմացություն ա եղել, էլ չի կրկնվի։ Կասես ինչ թյուրիմացության մասին է խոսքը գնում։ Ով է համարձակվել քո վրա ձեռք բարձրացնի։ Մագդա, իմ վրա ոչ մեկը ձեռք չի բարձրացրել։
Արևն երեխա է։ Տեսել է իրար վրա գորգռում ենք, ինչ ասես մտածել է։ Լավ, բայց այդ դեպքում ինչի եք կռվում։ Լանա։ Մագդա ուղղակի իմացի, որ էլ չի կրկնվի։ Չես ուզում ինձ պատմես։ Պատմելու առանձնապես ոչ մի բան չկա։ Ընդամենը հին ծանոթ է, այդքան էլ լավ չեմ ճանաչում։ Կիսատ թե մակար անցավ գնաց։ Ռոբ, չեմ հասկանում մեկը։ Ախր ես ու Արև ինչ կապ ունենք իրանց հարաբերությունների հետ։ Ոչ Նորոն, ոչ էլ Մագդան մեզ չէին խառնի հաստատ։ Ստեղ ուրիշ բան կա հաստատ։ Օրինակ ինչ Ալին։ Ինչ ա եկել մտքիդ։ Չգիտեմ, Ռոբ։ Բայց հաստատ գիտեմ, որ մի բան թաքցնում են, մի բան կա, որ ես չգիտեմ։ Այդ կասկածը որքան մեջ մտել է, թող ու փախի։ Հա, Ռոբ, ես ամեն ինչ անելու եմ, որ իմանամ։ Իմանամ, թե ինչի չեն թողնում, որ ես ու Արևը իրար հետ շփվենք։ Ես հաստատ այնքան փոքր չեմ, որ չհասկանամ ում հետ է պետք շփվել, իսկ ում հետ չէ։ Արևն էլ երեխա է, ախր ընդհանրապես խնդիր չկա։ Տրամաբանություն չկա այս իրանց արգելքի մեջ, Ռոբ։ Չգիտեմ, Ալեն։ Ես էլ քեզ ոչ մի բան չեմ ասելու։ Մեկը գիտեմ դու քոնն ես անելու։ Հա, որովհետև դու ինձ լավ ես ճանաչում։ Նորո, այս կոնֆետը Ալինայի համար եմ բերել։ Մյուս անգամ որ տեսնես, կասես որ շատ եմ իրան կարոտել, լավ։ Եղավ Արև ջան, անպայման կասել։ Ես շատ եմ ուրախանում, հենց գոնե ձեզնից մեկին տեսնում եմ։ Բա ես ինչքան եմ ուրախացել, որ քեզ եմ հանդիպել։ Շատ էի կարոտել քեզ շատ։ Կարող ակաս մեր տուն։ Համեն նոր նկարներ ունեմ, ցույց կտամ։ Խնդրում եմ, արի։ Չէ, մի քիչ զբաղված եմ հաջորդ անգամ։ Լավ։ Բայց ինչի, դու իմ հյուրն ես։ Բաբ, կարող է դու համոզես Նորոյին գա։ Հրավիրում եմ, ասում է չէ։ Բայց եթե մարդը ասում է չէ, նշանակում է պլանավորած գործեր ունի։ Ու պետք չի անընդհատ համոզել։ Լավ, հասկացա։ Դե արի գրկեմ գնա, չուշանաս գործերից հետո։ Բայց խոստացի, որ մյուս անգամ գաս, Ալինային էլ կբերես հետդ։ Գիտեի, որ չես գա։ Դրա համար Արևի ասածը չշարունակեցի։ Մեր հարաբերությունների հետ կապ չունի երեխան։ Ճիշտ ես։ Ու այդ շատ լավ է, որ դու էլ ես տես մտածում։ Քանի որ ես սովոր եմ միշտ իմ քայլերի ու արարքների համար պատասխան տամ։ Ուզում եմ հիմա ասելիքս ասեմ։ Ասա, լսում եմ։ Մագդայի հետ մենք ինչ-որ պայմանավորվել էինք, այդ ամեն ինչը ուժի մեջ է։ Ես քեզ որպես աղբեր հասկանում եմ։ Բայց կար ասելու բան, որ չէի կարող թողել հետոյի։ Լավ Նորո։ Համարենք, որ ես վերջին դեպքն է։ Ես Մագդային զանգել եմ, որովհետև իրոք դրա կարիքը կար։ Ես երկար եմ մտածել զանգելուց առաջ։ Կային մարդիկ, որ իրանց կարայի զանգեի, բայց չեմ կարա բացատրեմ, թե ինչի հենց զանգեցի Մագդային։ Բայց իմ միտքը մաքուր է եղել։ Ու այդ ամեն ինչի մասին Մագդան լավ գիտի։ Լավ, արի համարենք ես պատմությունը անցած։ Ջահել եք, սխալվել եք։ Բայց սա թող ձեզ դաս լինի, որ մյուս անգամ նման իրավիճակներում չհայտնվեք։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում քեզ ասեմ։ Ինչ։ Ես ես ամեն ինչի հետ կապված չէի խոսա, եթե երեխա մեջտեղում չլիներ։ Դու լավ գիտես, որ ինձ ու քեզ կապող միակ օղակը այդ Արևն է։ Նորո ես չգիտեմ, թե դու ինչ ես ասելու։ Բայց ուրախ կլինեմ, որ ձեր հարաբերությունները ավելի խորանան։ Որ վերջապես ընդունեք Արևին։
Այդ երեխեն ձեր հարազատն է։ Ես գիտակցում եմ, որ արևի ավելի հասուն տարիքում ես ավելի մեծ կլինեմ, կամ էլ չեմ լինի։ Ու սիրտս ավելի հանգիստ կլինի, եթե իմանամ դուք երեխու կողքին եք։ Ես այդ ամեն ինչի հետ կապված չի, որ ուզում եմ խոսեմ։ Խոսքը երեխու դայակի մասին է։ Իր հետ կապված եմ ուզում, որ մենք խոսենք։ Լանայի։ Լանայի մասին ինչ կա խոսելու։ Հա։ Առաջին անգամ 2 օր առաջ ես անգել։ Ուղղակի չգիտեի ձեզ ոնց ասեի։ Ինչի է զանգել։ Ինչ ա ուզում։ Ուզում ա գա Էլիս։ Ինչ ա ուզում։ Փոշմանել ա։ Ուզում ա գա ու իր սխալը ուղղի։ Տաճան իսկ ասել ես իրան, որ այս կյանքում սխալներ կան, որ շտկմանի ենթակա չեն։ Ասել ես տատի։ Էլիս։ Չես ասել։ Չես ասել։ Դե կասես անպայման տատի։ Հա, ու մի բան էլ, եթե ուզում ա հետ գա, թող գա։ Թող այդ 10 տարին, որ մեզ թողել գնացել ա, հետ տա մեզ։ Մեր կողքը լինի ու հետ գա, կարա։ Չի կարա տատի։ Ուրեմն ստեղ այդ մարդը անելիք չունի։ Էլիս ջան, ես մայր եմ։ Մայր, որը 10 տարի չի տեսել իր միակ զավակին։ Ախր ես ոնց ասեմ մի արի, ես չեմ կարող ասել մի արի։ Տատի, այդ մարդու ոտքը այս տուն հանկարծ չմտնի, լսում ես։ Լավ ես լսում, տատ։ Էլիս ջան, բա չթողենք գա խոսա, իմանանք ինչի սենց արեց, արտահայտվի։ Ախր կարող է ինքը հիմա մեզնից էլ ավելի վատ վիճակում ա, չթողենք խոսա մի բան ասի։ Չէ, չթողենք, տատի։ Ինձ հետաքրքիր չի ինչ ա իրա հետ եղել։ Ինձ մեկ ա ինքը ոնց ա, տատի։ Դու չես հասկանում, ես չեմ ուզում իրան տենամ։ Հա, ու մի հատ լավ խորհուրդ։ Նորոյին հանկարծ չասես։ Գիտես ինչի։ Որովհետև ավելի շուտ այս տունը կքանդի նորոն, քան կթողնի, որ այդ մարդը մտնի այս տուն ու լավ կանի։ Ու ճիշտ կանի, տատի։ Էլիս, լավ չեք անում։ Ձեր ծնողն ա։ Գոնե շանս տվեք մի բան խոսա, պատմի, բացատրի, ասի։ Ծնողը, հա։ Ինքը ծնող, հա։ Մեր ծնողն ա։ Տենց ծնող չեն ելնում։ Մենակ ազգանուն ա տվել մեզ ու վերջ։ Մենակ ազգանուն տալով ծնող չեն լինում, տատ։ Կասես չգա հանկարծ։ Ու եթե դու ուզում ես իր այդ շփվես, շփվի։ Քո երեխան ա, ես բան չունեմ ասելու, շփվի հետը։ Բայց այս տնից ու ամենակարևորը, մեզանից, ինչքան հնարավոր ա, հեռու, կփոխանցես տղուտ։ Վերցրա։ Այսինքն հաստորեն արևը ներկա եղել այդ վեճին, հա? Ես ճիշտ հասկացա։ Ես որ եկա երեխեն իրանց հետ էր։ Հիմա չեմ կարող ասեմ, սկզբից եղել ա, թե հետո յա միացել։ Բայց այն ինչ որ ես տեսա, ինձ հեչ դուր չեկավ։ Ես չգիտեմ ով էր այդ տղեն, բայց շատ անդուր մարդ էր երևում։ Ճիշտ է, ես ինչ պետք է ասացի, բայց հաստատ չեմ կարող ասեմ, կարող է էլի հայտնվի։ Դրա համար ճիշտ գտա, որ քեզ զգուշացնա, որ դու հասկանաս, արժի այդ կնոջը վստահել։ Ապրես, որ ասեցիր, այդ շատ կարևոր էր։ Ես չեմ ուզում, որ արևի գլխից մի մաս ծռվի։ Ես քեզ այսքան բանը չէի ասի, բայց խոսքը երեխուն ա վերաբերվում։ Բայց այդ կինը հետ ինձ դուր չեկավ։ Ու
Հա, շատ հնարավոր է այս կարծիքը իմ տեսածից հետո է ու այդ ամեն ինչը իրականությանը չի համապատասխանում։ Բայց ճիշտ կլինի, որ ուշադիր լինես երեխան։ Կանչել էր։ Հա։ Սպասեցի միջև արևը քնի, որ հանգիստ խոսենք։ Դու ինձ պատմելու բան չունես։ Լանա, դու զգում ես, որ ոչ դու, ոչ էլ քո տված գումարները այդ տականքին չեն հանգստացնում։ Ես քեզ ասում եմ, չէ, եթե փող տաս ավելին ա ուզելու։ Չլսեցիր, սխալն արեցիր ու հիմա այդ սխալը եկել է իմ տուն։ Հիմա քեզ թվում է ես պետք է հանդուրժեմ։ Արշակ, ես չգիտեի, որ ինքը այդքան ստոր կգտնվի ու ամեն ինչ սենց կլինի, կներես։ Իմ երեխու աչքի առաջ դուք երկուսով վիճում էիք։ Իմ երեխան ականատես ա եղել մի բանի, որի մասին ընդհանրապես չպետք է լսեր։ Ես այս սրանից էի վախենում։ Դու խոստացար, որ քո խնդիրները չեն հասնի արևին։ Չկարողացար։ Իսկ ես շուտ էի քեզ առաջարկել իմ օգնությունը։ Հիշում ես ինչ ասացիր։ Որ դու ինքդ քո հարցերը կլուծես։ Արշակ, ես սրանից հետո ավելի ուշադիր կլինեմ։ Չէ, դու չես կարող այս հարցին ճիշտ լուծում տաս։ Եթե ինքը համարձակվել է եկել իմ տուն, ուրեմն նորից է գալու։ Բայց ես թույլ չեմ տա։ Ես դրա համարը դուր։ Արշակ։ Լանա, կամ ինձ դրա համարն ես տալիս։ Կամ դուրս ես գալիս ես տնից ու նոր աշխատանք ես գտնում։ Տուն-տունիկ չի, ես քեզ իմ երեխուն եմ վստահել։ Հիմա ինչ ոչ միտեղ չգնամ, հա մնամ տանը, որ հանգիստ լինեմ։ Դու խոստացար, որ այդ հարցերը կլուծես, բայց չկարողացար, ուրեմն ես եմ այդ հարցերը լուծելու։ Ուղղակի չեմ ուզում անմարդկային քայլ անեմ ու քեզ դուրս հանեմ։ Որովհետև հետո ես դրանից ինձ վատ եմ զգալու։ Ինձ դրա համարն ես տալի անունը ու տվյալները։ Ինչ արեցիր, խոսացիր Մագդայի հետ։ Ուզածիդ հասար, սիրտը տեղ ընկավ։ Չէ, ախպերս։ Ես հանգիստ չեմ, որովհետև Մագդան ինձ չհավատաց։ Դե բա բնական է էլի։ Այդ դու խոսա էլի հետը, հասա որ չեմ խափում։ Արա, որ քեզ չի հավատացել, ինձ ոնց պիտի հավատա։ Հենա ասել ես, լսել է, ես էլ եմ գնալու նույն բանը ասեմ, ինչ տարբերություն։ Տարբերությունը մեծ է։ Քեզ վստահում է։ Իսկ ինձ էլ չէ։ Լավ, խոսամ հետո։ Հա, մի բան էլ։ Դու Արևի դայակին ճանաչում ես։ Հա, մի անգամ եմ տեսել։ Ինչ կա որ։ Շատ տարօրինակ կին է։ Որը նորը ասեմ չես հավատա, ես էլ եմ նույն կարծիքի, գիտես։ Բա որտեղ ես տեսել իրան։ Չլինի Մագդայի հետ Արշակենս տանն ես հանդիպել։ Արշակենս տան մոտ։ Բա ինչ ա եղել, որ դայակի բավ։
Ալա, Էլիզ ինչ կա։ Ինչ ես անում։ հագուստ եմ ընտրում վաղվա համար։ Դու ասա։ Ինչի վաղ ինչ օրա։ Չէի ասել հաս։ Էդոն հանդիպման է կանչել։ Իսկ մոռացել էիր, թե ուղղակի չէիր ուզում ասեիր։ Հասմիկ, որ չուզենա հիմա էլ չէի ասի, հա։ Նենցա որ չզանգեի չիմանա ինչ է իրանում, չէիր ասելու։ Էլ առաջվա նման չես վստահում ինձ Էլիս։ Ուֆ, հաս դրամաների թավեսը չունեմ։ Նորոն եկել ա տուն։ Չէ, չի եկել։ Մինչև հիմա դրա հետ է։ Չեմ կարծում, որ մինչև հիմա իր հետ է։ Այսքան երկար իրար հետ չէին մնա։ Համել մենք դեռ չգիտենք իրենք հանդիպել են, թե չեն էլ հանդիպել։ Էլիս խոստացել ես, որ խոսալու ես հետը։ Հա, հասկացանք, խոսամ։ Բայց հիմա շորս ընտրեմ գնամ պարկեմ, էլի։ Լավ։ Դե ձեզ բարի ժամանց պինգվիններ։ Ապրես։ Չի ստացվում քեզ օտարի նման վերաբերվել։ Հասկանում ես։ Փորձում եմ, բայց չի ստացվում։ Դրա համար էլ հիմա ստեղ եմ։ Արշակ, ես վախենում եմ։ Ես չեմ ուզում քեզ խնդիրների մեջ գցել։ Խնդրում եմ վերջին անգամ վստահի ինձ։ Լանա, ես իմն ասացի։ Կամ տվյալներն ես տալիս, կամ դուրս ես գալիս ես տնից։ Ընտրությունը քոնն է։ Իմ երեխեն ավելի կարևոր է։ Ես սա համար։ Կարեն, հա։ Հա։ Նկարն էլ ցույց տուր։ Արշակ։ Լանա, նկարը։ Այ քեզ պատմություն, բայց ասեց ով է այդ մարդը։ Չէ։ Շատեր արևը վախեցել։ Հա։ Բայց ես Արշակին ամեն ինչ ասացի։ Ասացի, որ տանը երեխա կա, մի հատ հասկանա ինչ անում։ Հա, նորո ճիշտ ես արել։ Ես կխոսամ Մագդայի հետ։ Ապրես։ Նորո բան պիտի եկես ասեի։ Ավելի ճիշտ ասեմ տեղակ լինես էլի։ Ասա։ Վաղը Էլիզին տեղ եմ հրավիրել։ Ուզում եմ մի հատ վերջնական խոսանք հասկանանք ինչ ենք անում էլի։ Լավ է կանելու ախպերես։ Դու գիտես ես դեմ չեմ։ Հաջողություն եմ ցանկանում։ Աստված տա ամեն ինչ լավ լինի։ Բաժանորդն անասանելի է։ Խնդրում եք փորձել մի փոքր ուշ։ Ոչինչ, ես քեզ կգտնեմ։ Բաժանորդն անասանելի է։ Խնդրում եք փորձել մի փոքր ուշ։ Բարի լույս։ Բարի լույս։ Արևին ճանապարհեցիր արդեն։ Հա, այսօր շուտ է գնացել դասի։ Սուրճ կուզես։ Չէ։ Բան ա եղել։ Լանա, ես ամբողջ գիշեր փորձել եմ դրան զանգեմ։ Անհասանելի է, հեռախոսը անջատել է։ Ես քեզ իրական համար եմ տվել։ Ինձ դրանով էր զանգում։ Գիտես ինչ, ես մտածեցի ու հասկացա։ Ինչ։ Ես քեզ շատ եմ ուզում օգնեմ, որպես մարդ ուզում եմ օգնեմ, բայց մի տեսակ սիրտս անհանգիստ է։ Ճիշտ կլինի, որ դու նոր բնակարան գտնես ու տեղափոխվես։
Հասկացի, ես պետքա զգուշ լինեմ։ Ես չգիտեմ, թե այդ մարդով ինչ սպասեմ իրանից։ Միջև չգտնեմ, չեմ հանգստանա։ Արշակ, ես ինձ իրականում շատ վատ եմ զգում, որ ամեն ինչ սենց դասավորվեց։ Լանա, ես քեզ աշխատանքից չեմ ազատում։ Ուղղակի միառժամանակ դադար գտանք։ Միջև ես դրան չգտնեմ։ Չիմանամ, թե ուզածը ինչ է։ Բայց լավագույն դեպքում դու կարաս մեր տանը մնաս։ Բայց մի դեպքում ընդհանրապես պետք է տանից դուրս չգաս։ Հասկանում ես, Լանա, ընդհանրապես տանից դուրս չգաս։ Արշակ, ես չեմ ուզում քեզ անհանգստություն պատճառել։ Դու առանց ձենել ինձ համար շատ բան ես արել։ Արշակ, ես քեզ այնքան շնորհակալ եմ։ Ես իրոք ուզում եմ օգնեմ քեզ, Լանա։ Ուզում եմ կողքիդ լինել։ Բայց անհանգիստ եմ ես։ Եթե դու վստահ ես, որ կարող ես տանից դուրս չգալ, ուրեմն մնա։ Եթե չէ, ես ինքս քո համար բնակարան կգտնեմ։ Մանե, այսքան սպասեցի, որ չգաս։ Լավ, ես մի հատ սուրճ խմեմ, դուրս գամ։ Բարի լույս։ Կարող եմ, չէ՞, նստել։ Բարի լույս։